Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք ազգային գաղափարաբանության մասին, ինչ է իրենից ներկայացնում ազգային գաղափարաբանությունը, ինչ է ազգ, ժողովուրդ, կտանք դրանց բոլորի սահմանումները։ Այս թեմայի շուրջ կխոսի հայագետ Արտուր Արմինը։ Բարև ձեզ, պարոն Արմին, արդեն իսկ խոսեցի, որ պետք է մենք քննարկենք այսօր ազգային գաղափարաբանության թեման եւ կուզենայի անմիջապես անցնել առաջին հարցին։ Դուք ձեր Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը գրքում սահմանում եք ինչ է ազգ եւ ինչ է ժողովուրդ։ Մասնավորապես ասում եք, որոշակի տարածքում այն հասարակությունը կամ հավաքականությունը, որն ունի տնտեսական եւ հասարակական կյանքի ժամանակավոր ընդհանրություն, ինչպես նաեւ լեզվական իմացության ընդհանրություն, կոչվում է ժողովուրդ։ Իսկ բնության մեջ կայացած այն հավաքականությունը, որն ունի գենոտիպի ընդհանրություն եւ պատմական որոշակի ժամանակահատվածում ու որոշակի տարածքում լիարժեք ձևավորել է իր լեզուն, մշակույթը, իր հոգեբանական առանձնահատկությունները որպես ընդհանրական նկարագիր եւ օժտված է իր տեսակի գիտակցությամբ, կոչվում է ազգ։ Դրանից կարող ենք արդյոք բխեցնել ազգային եւ կայսերապետական գաղափարաբանությունների տարբերությունները հասարակության եւ պետության կայացման գործընթացում։ Խնդրում եմ մանրամասնեք։ Անշուշտ, ազգային գաղափարաբանությունը ընդհանրապես աղերսվում է, կան գաղափարախոսություններ կամ գաղափարաբանություններ, որոնք կոսմոպոլիտ են, դրանք կայսերապետական գաղափարաբանություններ են։ Եթե մենք գնում ենք շատ հին ժամանակները, այսինքն ազգեր կան, որոնք հազարամյակներ առաջ են ձևավորված, ուրեմն այստեղ հանդես է գալիս նաև աշխարհաճանաչողական, այսինքն հավատամքային կամ կրոնական հավատամքը որպես գաղափարաբանություն։ Սա նույնպես գաղափարաբանություն է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նաև այդ գաղափարաբանությունների տարբերությունը։ Ինչու՞մ է դրանց տարբերությունը։ Եթե տվյալ պետությունը, պարզ է այդ տվյալ պետության մեջ, ուրեմն մեկ ազգի մեծամասնության գերակշռությունը կա եւ նրանց մոտ այսպես թե այնպես ձևավորվում է հավատամքային եւ աշխարհաճանաչողական իրենց անկյունից եւ դա ազգային գաղափարաբանության հիմքով է։ Կայսերապետությունները ընդհանրապես կառուցված են կամ ձևավորված են մի քանի տասնյակի հասնող ազգերից, էթնոսներից, որից կառուցված է ամբողջ կայսերապետությունը, այսինքն փաստորեն կոպիտ զուգահեռ տանելով, այսպես կարող ենք ասել, ասենք շենք է կամ տաճար է, որը կառուցված է աղյուսներից կամ քարերից, յուրաքանչյուր քար, ասենք թե տվյալ այդ կայսերապետության, ուրեմն ազգային էթնոսն է կամ հավաքականությունը։ Չի լինում, որ մեկ կայսերապետություն լինի, ուրեմն մարդկային քաղաքակրթության ընթացքում, process-ում մենք միշտ տեսնում ենք, եթե կա, ասենք թե հունահռոմեական կամ բյուզանդիայի կայսրությունը, ապա դիմացի կա պարսկական կայսրություն, եթե կա օսմանյան կայսրությունը, ապա կա բրիտանական կայսրություն եւ ռուսական կայսրություններ։ Այսպես թե այնպես ինչ որ չգրված օրենքի, բնության օրենքի համաձայն, ուրեմն մարդկության մեջ եթե գնում է այդ գերկենտրոնացման process-ները կայսրապետության, ապա մենք տեսնում ենք, որ մեկից ավելի կայսրապետություններ կան եւ անշուշտ դրանք իրենց շահերով հակադրված շահեր ունեն, որտեղ այստեղ արդեն խոսվում է աշխարհաքաղաքական շահերի հետ կապված։ Հիմա կայսրապետությունները, քանի որ ինքը որպես այդպեսին կառուցված է մի քանի ուրեմն լեզուների, էթնոսների, դրան համապատասխան գաղափարաբանություն, այսինքն ոչ թե ազգային գաղափարաբանություն, այլ ավելի շատ, այսպես մենք պայմանականորեն ասենք, կոսմոպոլիտ գաղափարաբանություն, որտեղ տարվում է համահարթեցում։ Դա լինում է այդ պետության գաղափարաբանությունը, անշուշտ այդ պետության մեջ դոմինանտ, այսինքն գերակշռողը էլի մի ազգն է, բայց ամեն դեպքում քաղաքական եւ այդ կայսերապետական շահերից ելնելով հաշվի են առնում տվյալ կրոնի կամ կրոնագաղափարաբանության, այսպես ասած, մոտեցումը, որը պիտի ծառայի տվյալ պետության, կայսերապետության շահերին։ Նմանապես ազգային պետության պարագայում ազգային գաղափարաբանությունը պետք է ծառայի ուրեմն ազգային պետության շահերին։ Կայսերապետության պարագայում արդեն մենք չունենք ազգային խնդիր, մենք ունենք կայսերապետության խնդիրը, ուրեմն տվյալ կրոնը կամ կրոնագաղափարաբանությունը պետք է ուրեմն նպաստի, հենարան լինի պետության վերնախավի կամ բուրգի, շահերի եւ կայունացման եւ գործընթացի, այսինքն process-ի հետ կապված նպաստի դրան, օգնի, լինի հենարան։ Ահա այստեղից է գալիս ազգային պետական գաղափարաբանություն կամ ասենք թե
կայսրապետության գաղափարաբանություն, որոնք բավականին տարբեր են։ Խոսենք նաև կրոնի եւ հավատամքի մասին։ Կրոնը կամ հավատամքը արդյոք գաղափարաբանություններ են։ Այսօր օրինակի համար մենք ունենք հնից եկած 3 դասական կրոններ, որոնցից երկուսը բոլորիս քաջ ծանոթ է, դա ասենք թե իսլամն է եւ քրիստոնեությունն է։ Եվ իսլամը եւ քրիստոնեությունը վերջի հաշվով եղել են կայսրապետական կրոններ եւ ունեցել են որոշակի նպատակ, այսինքն հավաքեն տարբեր, ասենք ինչպես իսլամը, տարբեր քոչվորական ցեղերին ընդհանրացնել մեկ ընդհանուր դրոշի կամ այսպես ասած վարչական միավորի, հա, կենտրոնաձգությունը կատարեց իսլամը, որը ի վերջո կոսմոպոլիտ կրոն է, գաղափարաբանություն է որպես այդպիսի։ Նույնը քրիստոնեությանը։ Կարևորն ու գերական այն չէ, թե ինքը ինչ ազգի պատկանելություն ունի, կարևորն ու գերական այն է, թե ինքը ում է պաշտում։ Անշուշտ նաև ասեմ, որ բոլոր կրոնները կամ կրոնագաղափարաբանությունները հիմնականում բաժանվում են երկու մասի։ Նստակյաց մարդու կրոնագաղափարաբանությունն է, աշխարհաճանաչողությունն է եւ քոչվորահոտային վարքագծով կամ կենսակերպով ապրող ժողովրդի գաղափարաբանությունն է։ Օրինակի համար 5 կտակարանը, երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ այդ քոչվորական կենսակերպով անասնապահությամբ զբաղվող եւ տեղից տեղ տեղափոխվող այդ ժողովուրդը եւ նրա հիպոստասը, այսինքն Յահվեն, Եհովան, այսպես ասած, գրում է բառացիորեն իր ժողովրդի ճանաչողական աշխարհը հասկանալու ըմբռնելու եւ այդ անկյունից է եւ նրա հատկություններն է գրում իր աստվածությունը։ Կոնկրետ այս դեպքում տեսնում ենք, նույնիսկ նրա հրամանները ինչ անել եւ այլն, բոլորը աղերսվում են վերջի հաշվով այդ քոչվորահոտային կենսակերպով ապրող ժողովրդի հետ, նրա հոգեբանության հետ եւ նրա պահանջներն են տարբեր։ Եվ հակառակը տեսնում ենք, որ նստակյաց ազգերի մոտ հավատամքը լրիվ ուրիշ էական ուրիշ բնույթ ունի։ Եվ կարևոր չէ ընդհանրապես միաստվածություն կամ բազմաստվածություն։ Խնդիրը դա չէ, էության խնդիրն է։ Այսինքն մարդը այդ ամբողջ աշխարհաճանաչողական կոդեքսում կամ համակարգում ինչպիսի տեղ է գրավում։ Քրիստոնեության մեջ կամ ասենք թե հուդայիզմի մեջ մենք տեսնում ենք, որ մարդը արածը ոչնչություն է, մեղավոր է, քրիստոնեության մեջ ի սկզբանե մեղավոր է, որովհետև ադամական մեղքով մենք մեղավոր։ Դա վերցրած է, դա մերը չէ, որովհետև հնդիեվրոպական կամ արիական լեզվընտանիքի պատկանող ժողովուրդները հազարամյակներ ավելի առաջ նստակյաց ժողովուրդներ են եւ նրանց ամբողջ ներքին հայացքը ուղղված էր դեպի երկինքը, դեպի բացատրությունը, դեպի ներքին մետաֆիզիկական իմաստները, թեկուզ վերցնենք բոլորի հայտնի հունական անտիկ շրջանը, երբ որ արդեն այդ կրոնա հավատամքային գաղափարաբանությունը ճիշտ ասած իր տեղատվության ժամանակն էր ապրում, մարդ արարածը շատ ավելի բարձր դիրքում էր ստեղծագործելու ունակությամբ, դա կլինի պոեզիա, թե երաժշտություն, թե գիտության առումով մարդը կարող էր աստվածանալ, աստվածների հետ հավասարվել, արժևորվում էր նրա ներքին արժանինքները, որը շատ բարձր վերջի հաշվով մոտեցում է մարդ արարածին եւ ընդհանրապես բնության մեջ ստեղծագործելու հոգեվոր վերարտադրության հետ կապված արժևորում է տալիս։ Եվ հակառակը տեսնում ենք, որ քոչվորահոտային կենսակերպով ապրող ժողովուրդների ուրեմն կրոնագաղափարաբանությունները բառացիորեն կրում են հրաման կատարողի մոտեցումներն։ Եթե ուշադիր նայենք, կան հարյուրավոր, հազարավոր տեսություններ, փիլիսոփայական մոտեցումներ եւ այլն, բայց ի վերջո բնությունը ունի իր օրենքները եւ իր օրինաչափությունները։ Բնության մեջ մենք տեսնում ենք, որ չկա հավասարություն։ Բնության մեջ կա հավասարակշռություն։ Բնության մեջ մենք տեսնում ենք, որ չկա համահարթեցում կամ միատարություն։ Բնության մեջ տեսակների բազմազանություն է։ Եվ այս տեսակների բազմազանության սիմֆոնիան է։ Այսինքն յուրաքանչյուր տեսակ բերում է իր նոտան, իր գույնը ընդհանրական բնության այս process-ի, որը տեսնում ենք իրականությունը եւ այլն։ Այսպես է աշխատում բնությունը, այսպես է աշխատում հոգեվոր աստված։ Մնացած ամեն ինչ արհեստական է վերջ։ Մարդկային քաղաքակրթությունը ընդհանրապես եւ մարդկային քաղաքակրթության process-ը ու պատմությունը նույնպես տարբեր տեսակների ներդրումն է այդ ընդհանրական համանվագի մեջ։ Պարոն Արմին, ցանկանամ, որ դուք ավելի մանրամասնեք ինչ է իրենից ներկայացնում ազգային գաղափարաբանություն ասվածը։ Մենք ունենք մարդ արարածը որպես կենսաբանական տեսակ, ունենք ռասաները որպես ենթատեսակներ եւ ունենք ազգերը որպես ենթատեսակի ենթատեսակներ։ Այսինքն մենք ունեցանք տարբերություններ, ինչպես լեզվական, այնպես մշակութային, բանից պարզվում է, սրանք գենետիկական, հավաքական ինքնատիպություն ունեն յուրաքանչյուր եւ տարբերվում են մեկը մյուսից։ Սա ցույցել է վերջի
գենետիկական հետազոտությունները ոչ թե մեկ մարդու, երկու մարդու կամ մեկ լաբորատորիայի, երկու լաբորատորիայի, ոչ, առաջինը Լուջի Կավալի Սֆորզայի գենետիկ խոշորագույն գիտնականի, որը այդ ամբողջ խմբի ղեկավարն էր, Լուջի Կավալի Սֆորզայի գլխավորությամբ, այնտեղ մենք չենք խոսում 1 կամ 2 կամ 10 գիտնականների մասին, մենք խոսում ենք 27 համաշխարհային լաբորատորիաների մասին, որոնք 20 տարի շարունակ արեցին այդ գիտափորձերը, ոչ միայն լաբորատորիաներում եւ այլ, այլ նաեւ կենթանի փորձեր են դրվել Աֆրիկայի որոշ ցեղերի վրա, որտեղ մարդ մուտք գործել չէր կարող, նաեւ ամազոնյան ջունգլիների ցեղերի եւ շատ հետաքրքիր տվյալներ հրատարակվեցին, մի քանի 100-ի հասնող աշխարհի լավագույն մասնագետներն էին ներառված եւ փաստորեն սա ակադեմիական փաստված վերջի տվյալներն են, որ յուրաքանչյուր ազգ ունի հավաքական գենոտիպ, այսինքն նման են իրար, եւ այդ գենոտիպը տարբեր է մյուս հավաքական կամ մյուս ազգության հավաքական գենոտիպից։ Նույնիսկ ավելի առաջ գնալով հետաքրքիր բան ասեմ այդ հետազոտությունների հետ կապված, ուրեմն մարդու գենի մեջ նստած է RH1 գենը։ Այս գենի վիբրացիան թրթռումը, դրա հաճախականությունը եւ մեր լեզվի հաճախականությունը, այսինքն եթե հիմա դիմաց դրված լինի էկրան, նրբագույն էկրան, մեբրանը իմ խոսելուց շարժվի, մենք կարող ենք արձանագրել, նույնիսկ համարակալել այդ վիբրացիոն համակարգը, ուրեմն սա համապատասխանում է իմ ազգային ցեղային գենի վիբրացիայի, ուրեմն հաճախականության հետ։ Եվ այս առումով շատ հետաքրքիր է, որ ասենք թե կողքի ապրող բասկերը եւ ֆրանսիացիք իրարից տարբերվում են 0.9% գենի հետ կապված հաճախականության մոդելով։ Ստացվում է այնպես, որ իսկապես մարդ արարածը կենսաբանական տեսակ է, ռասաները ենթատեսակներ են եւ դրա ենթատեսակները նաեւ ազգերը եւ ազգությունները, որոնք ունեն ուրույն իրենց լեզուն, մտածողության տարբերությունը, մոտեցման տարբերությունը, մշակույթը եւ սա փաստված է գենետիկայի կողմից, որ այդպես է։ Ամեն մեկը իր ընկալումով է հասկանում եւ իր գույնով, իր սպեկտրով է հասկանում այդ абստրակտ մայրության գաղափարը։ Այդ դրանով տարբերում մշակույթներով են տարբերվում ժողովուրդները, քանի որ դա իր հավաքական գենոտիպի տարբերությունն է մյուս հավաքական գենոտիպից, որից մենք ասում ենք ազգեր։ Անշուշտ պարզ է, առաջի հնագույն պետությունները կամ հասարակությունները, ազգային հնագույն պետությունները եւ հասարակությունները ուրեմն կոչվել են իրենց աստծու անունով։ Պատկերացրեք, որ ասում են ասորիներ, դա Աշուր աստծու, այսինքն Պանթեոնի գերագույն աստծու անունով իրենց ազգը կոչում են այդպես։ Հայերիս մոտ գերագույն աստվածությունը հայա աստվածությունն էր, որը միջագետքյան, ասենք շումերական կամ ակադական տեքստերից, սեպագրերից թե գաղափարագրերից մեզ հայտնի է որպես էլի հայա կամ էա։ Արդեն մենք տեսնում ենք հասարակության վաղ շրջաներում քաղաքակրթություն, նստակյացների քաղաքակրթության մեջ իրենց աստվածային ծագումի հետ կապված, այդ անվանումի հետ կապված պարզ էր դրվում էր ցեղի անունը, աստծու անուն կամ աստծու անունով կոչվում էր տվյալ ցեղը, որը հետո դառնում էր վարչական միավոր, քաղաքակրթությունը զարգանալով արդեն բերում էր պետության, իսկ պետությունը դա արդեն քաղաքակրթության լրիվ կլասիկ հասած, ասենց ասած, վերնահարկի հասած տարբերակն է։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ պետության պանթեոնի մեջ կամ այդ պետության գաղափարաբանությունը, կրոնահավատամքային գաղափարաբանությունը, որը նաև աշխարհաճանաչողություն է իրենից ներկայացնում, հիմնված է տվյալ ազգի, էթիկայի, հոգևոր էության, ընկալման, աշխարհի ընկալման եւ այդ ամեն ինչի հետ ինքը բառացիորեն ազգային գաղափարաբանություն է։ Իր հավատամքային աշխարհաճանաչողական համակարգը ազգային է։ Եվ մենք այստեղ ունենում ենք արդեն ազգային գաղափարաբանության ամենահնագույն վաղ դրսևորումներ որպես կրոնահավատամքային մոտեցումներ։ Ինչքան գալիս ենք դեպի, ասենք թե մեր ժամանակները, ասենք թե փիլիսոփայության շրջանները, դա կլինի հին հունական, տեսնում ենք, որ նոր վարիացիաներ է ստեղծվում եւ բայց ազգային գաղափարաբանությունը միշտ առկա է։ Թեկուզ այդ կոսմոպոլիտիզմի գաղափարաբանությունը նույնպես առկա է։ Պատճառը շատ սովորական է, այստեղ գործ ունենք պետություն եւ կայսրապետություն։ Կայսրապետությանը ձեռք չի տալիս ազգային գաղափարաբանություն, որովհետեւ այդ քարերը այդ շենքի, բացատրեցի, պատկերացրենք կայսրապետություն, որտեղ այդ շենքը կառուցված է քարերից եւ ամեն մի քար ազգություն կամ ազգ կամ ազգություններ են։ Այս քարերը եթե ճնշվեն, մյուս կայսրապետությունը վերջի հաշվով հակասության մեջ շահերի հակասություն կա աշխարհակաղակական, ապա այդ կառույցը քարերի հեռացումով կամ ընդվզումով կփլուզի այդ տաճարը։
Ուրեմն ամեն մեկին որոշակի բավարարություն է պետք տալ։ Պարսկական կայսրապետությունը նայում ենք Ավեստայի հնագույն գասաները, շատ հին գասաները, տեսնում ենք, որ Անահիտը եւ Միհրը ներկայացված են որպես դրուժներ, այսինքն չար ոգիներ։ Իսկ հետագայում, երբ որ արդեն խոսում եմ 4 դար, 3-4 դար մեր թվարկությունից առաջ, որ արդեն դրա մի մասը, Հայաստանի մի մասը արդեն Պարսկաստանի ազդեցության հետ էր կապված եւ այլն, դրանք սրբացվում են եւ աստվածային դասի են, այսինքն դրանք աստվածներ են դառնում նոր գասաների մեջ։ Այսինքն մենք բառից բուն իմաստով տեսնում ենք, որ պետական կրոնի մեջ մեծ փոփոխություն է տեղի ունեցել։ Ինչու, որովհետեւ ձեռնտու պետք չէր նեղացնել, հա, այն ազգին կամ որը ունի այդ տվյալ հավատամքը եւ նրա մոտ դրանք աստվածություններ են, ապա դրանց պետք է շոյել, համահարթեցնել, դնել ընդհանուրի մեջ, հա, շատերը կան ասում են Անահիտը կամ Միհրը կամ Մհերը, հա, պարսկական ծագումն է որպես այդպեսին։ Թող գնան եւ սովորեն եւ իմանան, չեն իմանում պատմություն։ Ոչ 5 գասաներում Ավեստայի դրանք դրուժներ են։ Դա չի կարող լինել այնտեղից ծագումնաբանություն։ Ընդհանրապես սխալ է կրոնապետություն վերածել երկիրը կրոնապետության, առավել եւս, երբ որ այդ կրոնը կոսմոպոլիտ կրոն է։ Ամեն ինչի հիմքում պետք է նստի ազգային գաղափարաբանությունը, որպես այդպեսին։ Այդ գաղափարաբանությունը ցույց է տալիս, որ ազգը դա հավաքական կենդանի օրգանիզմ է, որը տարբերվում է մյուսներից։ Ոմանք չեն հասկանում ու տգիտությամբ շփոթում են ազգային գաղափարաբանությունը ֆաշիզմի հետ։ Ազգային գաղափարաբանությունը դա ֆաշիզմ չէ։ Ազգային գաղափարաբանությունը դա մեկ ազգի գերապատվության քարոզը չէ մյուսների նկատմամբ։ Ոչ։ Դա ինքնաճանաչողությունն է։ Այսինքն յուրաքանչյուր տեսակ բնության մեջ լավագույնս կատարում է իրեն մենաշնորհած ուրեմն ֆունկցիան, որը այդ տեսակ ավելի լավ է անում, քան իսկ մի ուրիշ ֆունկցիա է կատարում ավելի լավ եւ այսպես մեկ մյուսին լրացնելով ստեղծվում է ընդհանրական գեղեցիկ սիմֆոնիա։ Նույնացնել ազգային գաղափարաբանությունը ֆաշիզմի հետ դա առնվազն չասեմ տգիտություն, անգիտություն է։ Արդյոք ազգային գաղափարաբանության նսեմացումը կարող է ազդել տվյալ ազգի ձևավորման զարգացման գործընթացին։ Ինչ պետք է անել այդ նսեմացումը կանխելու համար։ Ազգի զորությունը ոչ թե նրա ֆիզիկական եւ պետական ուրեմն ուժի մեջ է, ոմանք դա էլ չեն հասկանում ու դրանք չեն տարբերում։ Բնության մեջ այդ մոտեցումը կամ եզրը չէ այս կամ այն ազգի ուժականության կամ կարևորության առումով։ Ոչ։ Խնդիրը թե այս կամ այն ազգը ինչքանով է կենսատու, ինչքանով է ստեղծագործող եւ համամարտկային քաղաքակրթության մեջ, ինչպիսի աշխատանք ու ֆունկցիա իր չափով եւ տվածի չափով հարաբերական կամ նույնիսկ բացարձակ, ինչքան է նա կարողանում տալ, ստեղծագործել, ստեղծել։ Այդ սիմֆոնիային մասնակից լինել, ասենք ասենք, այդ բազմազանության, հա, համանավագին սիմֆոնիային ինչքանով է նա կարողանում մասնակից լինել։ Այս առումով հաջորդը աշխարհի ամենամեծ ազգերից մեկն է, որովհետև համեմատության եզրով միշտ վերցնում են որոշակի ժամանակահատված եւ վերցնում են թվականակի հետ հարաբերական թիվն է կարևորը եւ ոչ թե ասենք այս կամ այն ժամանակահատվածում մարդկային քաղաքակրթական միտքը ընդհանրապես չի զարգանում պրիմիտիվից դեպի ուրեմն բարդի կամ բարձրունքի, այդպեսի բան չկա։ Ինքը ընդհանրապես մեծ պլանով, եթե նայում ենք, ինքը սինուսոիդ է, ինքը ունի իր բարձրագույն կետերը, հետո մոռանում է իր գիտեցածը, նորից իջնում է 0-ի, նորից բարձրանում է։ Տարական բան, ասենք թե անտիկ շրջանում 7 մոլորակները գիտեին գնդաձև է, շարժում է, ունի նույնիսկ 1000-րդ թվականի տոմարները այդ մոլորակների շարժման հաշված եւ հին Հայաստանում եւ հին Հունաստանում եւ Ալեքսանդրիայում ընդհանուր աշխարհայացքը տվյալն էր, աշխարհը տափակ է, այլապես գետերը կթափեն, կլոր չի կարող, այսինքն գնդաձև չի կարող լինել։ Գալիլեյը պետք որ ասեր ոչ գնդաձև է ու կամ Ջորդանո Բրունո, որին կտկտանքների ենթարկեին։ Կամ ինչ-որ Մագելան պիտի նստեր նավ, ուրեմն պտտվեր նույն տեղում գար, ու ասեր, չէ, գիտեք, տղաներ, կլոր է կամ կգնդաձև է։ Ու տեսնում ենք, որ մարդկությունը ունի իր փսիխոզները, այսպես ասած, նրա քաղաքակրթական ընդհանրական միտքը մշտապես զարգացման փուլի մեջ չի։ Նա ունի իր զարգացումը, ունի իր անկումը, հետո նորից զարգացումը եւ այդպես շարունակ։
Նույնը նաև ազգի հետ է կապված, որովհետև վերջի հաշվով եւ մարդկություն, հավաքական մարդկություն ասելով մենք գործ ունենք ի վերջո կենդանի օրգանիզմի հետ, ազգ կամ ազգություն նույնպես կենդանի օրգանիզմ է, որը ունի օրենքներ եւ օրինաչափություններ, ով չգիտի այդ օրենքներն ու օրինաչափությունները, նա միշտ սխալ է անում։ Քաղաքական ասպարեզում կլինի մշակութային թե գիտական ասպարեզում կատարում են սխալներ։ Ավելացնեմ նաև, որ յուրաքանչյուր ազգ ունի տիպական վարքագծերի մի հավաքականություն, որը ընդհանրապես միմիայն բնորոշ է իրեն։ Ենթագիտակցության խորքերում, օրինակի համար պարապսիխոլոգիայի հիմնադիր Կարլ Յունգը դա ասում է հավաքական անգիտակցական։ Ուրեմն այդ հավաքական անգիտակցականի մեջ նստած է տիպական վարքագծեր, նույնիսկ տիպական սիմվոլներ, որոնք բոլոր, ասենք թե մեր ժողովուրդը, մեր ազգը, ընկալում է նույն կերպ։ Մի ուրիշ ժողովուրդ ուրիշ կերպ է ընկալում։ Այնպես ինչպես ձայնային վիբրացիաները տարբեր հաճախականության վրա են, որը գենի հաճախականության հետ, ուրեմն նույնանում է խոսքը RH1 գենի հաճախականության մասին է։ Եթե որից է ազգային մեծամասնություն ունեցող պետություն, իր պետական կառուցվածքը, իր պետական մոդելը, իր կրթական համակարգը, իր մշակույթը չի կառուցում ազգային գաղափարաբանության հիմքով, չի ուսումնասիրում իր ժողովրդի հավաքական տիպական էությունից բխող տիպական վարքագծերը, ապա նա երբեք հաջողության չի կարող հասնել, որովհետև ինքը չի ճանաչում ինքն իրեն։ Ով պիտի անի դա պետք է անի պետությունը, այս սպառողական քաղաքակրթությունը, որտեղ ընդհանրապես մարդուն չի հետա ինչ է սպառողական քաղաքակրթությունը, այստեղ մարդ անհատը արդեն ներքին բարոյական նկարագրի մասին, լավ կամ վատ գաղափարի պատկանելու կամ սիրելու հետ կապված, նույնիսկ կրոնի հետ կապված, բոլոր դրույթները գնում են հետին պլան։ Ինքը սպառող է, ինքը ապրանք սպառող է։ Անունն է Homo sapiens, բայց ինքը վերջի հաշվով իր 5 զգայաներին բավարարություն տվող սպառող է ներկայանում։ Եվ տեսնում ենք այդ քաղաքակրթությունը արդեն գալիս է իր վերջնահանգին։ Եւ նորից սկսվում է հաջորդ փուլը, ու սկսվելու է այդ հաջորդ փուլը։ Նորից գաղափարաբանությունների փուլը սկսելու է, որովհետեւ ամեն ինչ ունի իր սկիզբը եւ ունի իր վերջը։ Ազգային գաղափարաբանությունը դա որևէ պետության կերտման կամ հասարակության կերտման համար դա ամենաառաջնային եւ կարևորագույն հիմնական լծակն ու գրավականն է, այլապես չի լինի, որից է ուրիշ բան։ Շնորհակալություն, պարոն Արմին։ Սիրելիներս, այսօր այսքանը, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայն լրատվականի Ձայն Արարատի հայագիտական հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։